Թե ինչպես Կորտեզեն վճարեց ճաշի գինը։ Իտալական հեքիաթ։ Սա պատահել է ամենաքիչը 100 տարի առաջ։ Պոլոյից ոտքով դեպի Պոպիլիանո էր գնում մի ազնիվ ասպետ։ Նրան կոչում էին Կորտեզը։ Ինչու էր ոտքով գնում։ Շատ պարզ պատճառով։ Ձի չուներ։ Նա գլխին ուներ փետրավոր թանկարժեք գլխարկ, ոտքերին փայլուն կոճակներով ճտկավոր կոշիկներ, ուսերին թավշե բաճկոն, իսկ բաճկոնի գրպանում ոչ մի սոլդո։ Նշանավոր պարոնների հետ հաճախ է այդպես պատահում։ Բայց Կորտեզեի ոչ միայն գրպանն էր դատարկ, այլև փորը, այնքան դատարկ, որ նա նույնիսկ խորոված քար կուտեր։ Այդ էր պատճառը, որ նա շատ ուրախացավ, երբ ճանապարհի եզրին մի պանդոկ տեսավ։ «Պերբակո, վատ չէր լինի այստեղ ատամիս տակ մի բան դնեի», ինքն իրեն ասաց նա և բացեց պանդոկի դուռը։ Պանդոկապանը երևելի հյուրին ընդառաջ եկավ։ Մի լավ տեղ նստեցրեց և սկսեց իրար ետևից ճաշեր մատուցել։ Սպագետտի, աղավնու միս թանձրուկով, տապակած խոճկոր, մի շիշ սպիտակ, մի շիշ էլ կարմիր գինի։ Այդ բոլորն ուտելուց հետո Կորտեզեն ոտքը գցեց ոտքին, բացեց քթախոտի քսակը, մի պտղունց քաշեց և բարձրաձայն կանչեց պանդոկապանին։ «Դու չգիտես, սիրելիս, – սկսեց նա, – թե ինչպիսի կարգ կա ձեր կողմերում։ Եթե մի մարդ մի լավ ապտակ հասցնի մեկ ուրիշին, դրա համար ինչ կասի դատավորը»։ Պանդոկապանը պատասխանեց. «Դե լավ ապտակն արժե 1 սկուդո։ Այո, այդքան է տուգանքը»։ «Օհո, իսկ ինչ արժե ճաշը, որ ես կերա», շարունակեց հարցնել Կորտեզեն։ 1 սկուդոյից 2 սոլդո պակաս, խոնարհվելով պատասխանեց պանդոկապանը և ձեռքը մեկնեց առաջ դրամը վերցնելու։ «Էլ բանն ինչու՞մն է», գոչեց ազնիվ ասպետը։ «Շուտ արա, ինձ մի ապտակ հասցրու, իսկ 2 սոլդոն քեզ որպես նվեր պահիր»։ Պանդոկապանը կատաղությունից կաս կարմիր կտրեց։ «Բավական է կատակեք, սինյոր, վճարիր ճաշի գինը, թե չէ վատ կլինի»։ Եվ պանդոկապանը սկսեց քշտել մկանոտ թևերը։ Բայց Կորտեզեն բոլորովին չվախեցավ։ «Քո զայրույթը տար նկուղ, որտեղ պահում ես թթված գինիներդ», հանգիստ ասաց նա։ «Այնտեղ զայրույթդ կանցնի, թե չէ ես կստիպեմ քեզ վազել»։ «Այսինքն, ինչպես թե վազել», ճչաց պանդոկապանը։ «Այնպես, ինչպես նապաստակը, կամ ավելի արագ»։ 50,000 սատանա էլ գա, ես չեմ վազի»։ Բայց Կորտեզեն իրենն էր պնդում։ «Կերածս խոճկորի արյունով եմ երդվում, որ կվազես»։ «Իսկ եթե ոչ»։ «Իսկ եթե այո»։ «Իսկ եթե ես կյանքումս ոչ մի անգամ չեմ վազել»։ «Ուրեմն կվազես առաջին անգամ»։ «Իսկ եթե ես չեմ ուզում»։ «Հիմա կուզես»։ «Ես գրաս կգամ քո կերած ճաշի գնի վրա, որ տեղիցս չեմ շարժվի», ճչաց համբերությունը հատած պանդոկապանը։ Այդ ժամանակ պատվարժան ասպետ Կորտեզեն բռունցքները վեր բարձրացրեց, թռավ տեղից ու վազեց։ Վազեց բաց դռնից դուրս։ «Հեյ, բռնեք դրան, բռնեք», գոռաց պանդոկատերը և վազեց Կորտեզեի ետևից։ Բայց ասպետն իր կերած ճաշի արժեքը այնպիսի արագ փախուստով վճարեց, որ պանդոկատերը նրանից բավականին ետ էր մնացել։ Երբ Կորտեզեն այդ ձևով հաշվեց մի ամբողջ սկուդո, կանգնեց և սպասեց պանդոկապանի գալուն։ «Ինչ կասես, խնամի», ասաց ասպետը, «գրազը ես տարա, չէ՞։ Դու նապաստակից էլ արագ էիր վազում, այնպես որ մի նեղացիր, վերցրու քթախոտ քաշիր, վերցրու»։ Եվ նա քթախոտի բաց քսակը մոտեցրեց պանդոկապանի քթին։ Պանդոկապանը ծիծաղեց։
Դե ուրիշ էլ ինչ կարող էր անել։